Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ից երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր։ Նրա նախորդ այցը տեղի էր ունեցել համարյա 3 տարի առաջ 2022 թվականի հունիսին։ Նրան զվարթնոց օդանավակայանում դիմավորել են փոխարտգործնախարար Նացական Սաֆարյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպրկինը եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո դիվանագետները համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ։ Հարցին ինչու Ռուսաստանի կողմից համապատասխան արձագանք չի եղել ջերմուկի դեպքերի հետ կապված Լավրովն ասել է. Ռուսաստանի եւ ՀԱՊԿ ջերմուկի դեպքերին համապատասխան ու դաշնակցային պարտավորություններին բնորոշ արձագանք են ցուցաբերել եւ հանդես եկել գործնական առաջարկներով։ Չգիտեմ ինչ նկատի ունեք համապատասխան արձագանք ասելով, քանի որ արձագանքը, որը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես ՀԱՊԿ-ում մեր պարտավորության շրջանակում, այդ արձագանքը եղել է այն, որ ՀԱՊԿ արագ արձագանքման խումբն այդ օրերին եկել էր Հայաստան, օպերատիվ ներկայացրել զեկույց, կոնկրետ գործնական առաջարկություններով ջերմուկ ուղարկելու համար ՀԱՊԿ դիտորդներ կարգավորելու համար իրավիճակը։ Հայկական կողմին ներկայացվել էր, թե քանի ՀԱՊԿ դիտորդ պետք է գա եւ որքան զինամթերքով, տեղեկացնելով, որ այդ զեկույցը քննարկվել է 2022 թվականի հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։ Այդ տեքստի վրա աշխատել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները։ Աշխատել են երկար եւ հենց իրենք էլ խմբագրել են տեքստը, որը կազմել էր ՀԱՊԿ-ը։ Հասել էինք ամբողջ տեքստի կոնսենսուսի ու այն առավոտյան ներկայացվեց երկու երկրների ղեկավարների քննարկմանը, սակայն հայկական կողմը առաջարկեց հետաձգել այն։ Մենք համաձայնեցինք։ Ավելի ուշ նոյեմբերին արդեն իսկ հայտարարվեց ԵՄ առաքելության մասին եւ Պրահայում հայտարարվեց, թե ում է պատկանում Լեռնային Ղարաբաղն ու խոսվեց 1991 թվականի Ալմաթայի համաձայնագրի մասին։ Լավրովի խոսքով այս իրադարձությունները անակնկալ էին Մոսկվայի համար, քանի որ 20 թվականի նոյեմբերին պատերազմական գործողությունների թեժ պահին 3 երկրների ղեկավարները տեքստ էին կազմել պատերազմը դադարեցնելու մասին։ Այդ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը գիտակցաբար չագերտների մեջ էր թողնված։ Դա ջենթլմենական համաձայնություն էր, որտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնված էր երկու երկրների ղեկավարների հետագա փոխհամաձայնեցման վրա։ Մենք հիշում ենք, երբ օգոստոսին 2022 թվականի ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց Հայաստանին եւ Ադրբեջանին, հերթական անգամ վստահաբար բարի մտադրություններից ելնելով հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկություններին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում։ Սա օգոստոս ամիսն էր, օգոստոսի արդեն վերջ, երբ մենք հասկացանք, որ չկա միասնական դիրքորոշում դրական, եւ ապա սեպտեմբերին արդեն առաջի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը ջերմուկի ուղղությամբ եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների խախտումը, իհարկե մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցների եւ Ռուսաստանի Դաշնությանը ուղիղ որպես երկկողմ դաշնակից եւ նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ռազմական դաշնակիցներին գործողությունները, որոնք դրանք հետևեցին, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, գոհացուցիչ չէին Հայաստանի Հանրապետության համար եւ արդեն հաջորդ ամիս հոկտեմբերին տեղի ունեցավ քառակող հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 91 թվականի դեկտեմբերից գործող ընդհանուր ընկալումը, ստորագրված ընկալումը այն մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ կրկին հիշեցնել, Ալմա-Աթայի հռչակագրին միանալով երկրները, մասնավորապես Հայաստանը եւ Ադրբեջանը, ճանաչել են, որ ճանաչում են միմյանց սահմանները եւ տարածքային ամբողջականությունը խորհրդային միության փլուզման պահին գործող սահմանների շրջանակներում։ Ինչ վերաբերում է այս հարցում Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից, այդ թվում նաև հարկ եմ համարում այս պահին հիշեցնել
որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկում այս մոտեցումը, Հայաստանի Հանրապետությունը կրկին ուզում եմ առիթից օգտվել եւ ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը արմատայի հռչակագրի վրա, հիման վրա եւ բնականաբար ակնկալում է եւ ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Շնորհակալ։ Մայիսի 20-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի դիմավորման հանդիսավոր արարողությունը պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ հնչել են Հայաստանի եւ Իրանի պետական օրհներգերը։ Հայաստանի եւ Իրանի պաշտպանության նախարարները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պատվիրակությունների ինլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը, քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Իրանի պաշտպանության նախարարը տարածաշրջանային սահմանների տարածքային ամբողջականության եւ կայունության պահպանումն անվանել է Թեհրանի քաղաքականության ամփոփող սկզբունքներից մեկը։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը իրանցի պաշտոնյան ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական կարեւորությունը եւ հայտարարել, որ Հայաստանը հատուկ տեղ է գրավում Իրանի հարևանության քաղաքականության մեջ։ Իրանցի նախարարը հայտարարել է, որ Իրանի եւ Հայաստանի միջև սահմանը երկու երկրների միջև հաղորդակցության պատմական աղբյուր է եւ Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ։ Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին ընդունել է նաեւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ողջունել է նախարարի այցը Հայաստան եւ կարեւորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը եւ ամրապնդմանը։ Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վստահությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն։ Այսօր լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը ըստ նոր կարգավորումների ժամկետը լրանալուց հետո 7 օրվա ընթացքում ազգային ժողովի խմբակցությունները պետք է նախագահի թեկնածու առաջադրեն, որից հետո 3 օրվա ընթացքում ազգային ժողովը պետք է նիստ հրավիրի նախագահ ընտրելու։ Արցախի Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Փաստինֆոյի հետ զրույցում ասել է, դեռ հայտնի չէ, թե խմբակցությունները ում կառաջադրեն։ Հարցին արդյոք Շահրամանյանը կվերաառաջադրվի, նա պատասխանել է, որ տեղյակ չէ ու չի կարող ասել, թե արդյոք որևէ խմբակցություն Շահրամանյանի թեկնածությունն առաջադրելու է, Շահրամանյանի նման առաջարկ արվել է, թե ոչ։ Արդ ունենք նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանը ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Գեգամ Մանուկյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ այս հանդիպումները ժամանակի կորուստ են, հաշվի առնելով պատգամավորների վերաբերմունքը իմպիչմենտի գործընթացին եւ իրեն։ Ղազարյանը նշեց, որ օրինական բոլոր հնարավորություններն օգտագործելու են պարզաբանումները, կարծիքները լսելու համար, իսկ Հայաստան խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ ավելացնելու ոչինչ չունի ազգային ժողովում Արդ ունենք նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանի հետ հանդիպմանը հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեգամ Մանուկյանը, անդրադառնալով իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին նրա նախաձեռնությունից ստացած նամակ դիմումին։ Այս հանդիպումները շատ կարևոր են քննարկումների համար, որպեսզի պատգամավորներն իմանան, որ քաղաքացիները, մասնավորապես քաղաքացի Էդգար Ղազարյանը, որը իրանց դիմում է ոչ թե անձնական հարցով, այլ հանրային նշանակության հարցերով, որը իմ խորին համոզմամբ ուզում է մեր հասարակության մեջ հազարավոր, միգուցե 100,000 մարդկանց հետևողական է այդ հարցում, այսինքն ոչ թե մի հատ նամակ է գրում, սպասում է թե այդ նամակին ով ինչ հայտարարություն կանի, այլ հետևողականորեն զբաղվում է այդ գործերով, որ պատգամավորները պարտավոր են անհատապես իրենց քաղաքական մոտեցումները արտահայտեն իրենց պաշտոնական լիազորությունների կատարման նկատմամբ։ Եվ մենք հետևողականորեն այս բոլոր հնարավոր օրինական առիթները, հնարավորությունները օգտագործելու ենք իրենց հաշվետվությունները, իրենց պարզաբանումները, իրենց կարծիքները լսելու, նրանք խուսափելու որևէ ճար ու հնարավորություն չունեն, առավել ևս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ինչի եմ հիմա առանձնացնում, որովհետև մինչ օրս քաղաքացիական պայմանագիր խմբակցության որևէ պատգամավոր ինձ հետ ոչ միայն չի հանդիպել, այլ նույնիսկ ասել են, որ բոլոր քաղաքացիներից միայն ինձ հետ չեն հանդիպելու, կատարելով քրեական օրենսգծով նկարագրվող
ենթադրել հանցագործություն, խտրականություն քաղաքացու նկատմամբ։ Այսինքն սա նշանակում է, որ մենք մեր հետևողական ջանքերը գործադրելու ենք, մեր ժողովուրդն դա տեսնելու է, որ մենք հենց այնպես գործ չենք նախաձեռնել, ասենց ուղղակի մի նամակ գրենք, մի օր նկարվենք ու թողնենք գնանք։ Ոչ, մեր տրամադրվածությունը չափազանց լուրջ է, հետևողական, եւ ես վստահ եմ, որ սա ըստալիա ցանկալի արդյունք։ Բաքվի զինվորական դատարանում անցկացվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ Ռուբեն Վարդանյանը կրկին առարկություն է հայտնել դատավորների կազմի դեմ, նրա փաստաբան Աբրահամ Բերմանը պաշտպանել է բողոքը։ Դատանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, ավելի ուշ հայտարարվել է, որ առարկությունը թողնվել է առանց քննության։ Վերջին նիստում դատանը լսել է այսպես կոչված տուժողների իրավահաջորդների եւ տուժողների ցուցմունքները, մասնավորապես տուժող Ումիդ Հասանովի իրավահաջորդ Միախֆորա Հասանովան հայտարարել է, թե իր որդին մահացել է Քարվաճառում հայկական զինված ուժերի մնացորդների եւ անօրինական հայկական զինված կազմավորումների կողմից իրականացված լայնածավալ դիվերսիայի հետևանքով։ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Նա շեշտել է, թե արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առաջադրում չի նշանակում։ Հայաստանը պետք է հրաժարվի այս ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու փորձերից։ Այս հարցը չի հեռացվի Ադրբեջանի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձը չի իրականացվել։ Բնականաբար արևմտյան Ադրբեջան վերադարձող ադրբեջանցիների համար պետք է ապահովեն նաև անվտանգության երաշխիքներ, ընդգծել է Ալիևը։ Ուրախալի է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը համաձայնեցրել է Հայաստանի հետ Բուդապեշտում թուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եթե երկու երկրների միջև կայուն խաղաղություն հաստատվի, դա բազմաթիվ հնարավորություններ կստեղծի թուրքական աշխարհի համար։ Թուրքիայի նախագահը համոզված է, Ալիևը պատմության մեջ կմնա, որ խաղաղություն կբերի տարածաշրջան։ Հայ կոնյակագործները բողոքում են հայկական ապրանքները Վրաստանի տարածքով արտահանելու գործընթացը խոչընդոտելու համար։ Բանն այն է, որ ըստ կոնյակագործների Ռուսաստան եւ Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումների եւ ֆինանսական կորուստների է հանգեցնում։ Վրաստանի դեսպանատան դիմաց կոնյակագործների բողոքի ակցիայի ժամանակ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ակնարկել է, որ Ադրբեջանը Վրաստանի միջոցով գրոհում Հայաստանի կոնյակագործության եւ խաղաղագործության վրա։ Վրաստանը 4 բրենդով կոնյակներ է վաճառում, արտադրում։ Ադրբեջանը նույնպես ունի կոնյակ։ Իհարկե նրանց կոնյակները որակով շատ կտրուկ զիջում են եւ տարբերվում են, բայց չի բացառվում, որ եթե Ադրբեջանը անդադ գրոհում է մեր հանքարդյունաբերության վրա, շրջակա միջավայրի պատճառաբանություններով, Վրաստանի միջոցով էլ հիմա գրոհում են մեր կոնյակագործության եւ խաղողագործության վրա։ Աղամիսօր եթե այդ խաղողը չմթերվի, դուք պատկերացրեք ինչպիսի դժգոհություն պետք է լինի գյուղացիների, ֆերմերների կողմից եւ նաեւ դա կարող է բերել կոնֆլիկտի կոնյակ եւ գինի վերամշակող արտադրողների եւ ֆերմերների միջեւ, քանի որ նրանք հարկադրված են նելու չմթերել, քանի որ իրենք չգիտեն թե ապագան ինչպես է լինելու եւ այսօր շատ գործարաններ ունեն, որ պատրաստի իրենց մեքենաները բեռնված են, չեն կարողանում արտահանել այս քաշքշուկի պատճառով։ Ես կարծում եմ, որ նաեւ պետք է Հայաստանը դիմի ԵԱՏՄ-ին, ինչու, որովհետեւ որպես ԵԱՏՄ անդամ պետություն եւ բեռները հիմնականում առաքվում են դեպի ԵԱՏՄ, մասնավորապես հատկապես Ռուսաստան, բեռի տերը Ռուսաստանն է վերջին հաշվով, ստացողը։ Ես կարծում եմ, որ այս երկու ճակատով առևտրի համաշխարհային կազմակերպություն եւ ԵԱՏՄ պետք է զրուցել։ Վրաստանի դեսպանությունը կարծում եմ ոչինչ չի անի, իրենք այսպես խորհրդավոր կեցվածք են ընդունել եւ որևէ ասելիք չունեն։